Մատենադարանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումից 2 ամիս անց այստեղ կրկին շինարարական եռոզեռ է, դեպի բարձունք տանող աստիճանահարթակը քանդված է, վերանորոգման աշխատանքներ են վերևի հարթակում, ինչպես նաև հին հիմնական մասնաշենքում։ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ վերանորոգումից հետո շենքում մի քանի նոր ցուցասրահներ են ավելանալու, կլինեն նաև լաբորատորիաներ եւ մեծ դահլիճ գիտական համաժողովների համար։ Հին շենքը հիմնական մասնաշենքը կոթողային վերակառուցվում է եւ այնտեղ մի ցուցասրահի փոխարեն պետք է ունենանք 9-10 ցուցասրահ, որ հնարավորություն կտա Մատենադարանի գանձերը եւ համամարտկային արժեքները լուսաբանել նոր տեսանկյունից եւ շատ ավելի ընդարձակ էքսպոզիցիաների շարքերով։ Մատենադարանի տնօրենի խոսքով վերակառուցման այս աշխատանքները ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով են, որպես նոր մասնաշենքի կառուցման շարունակություն։ Մատենադարանը այդ մոնոլիտ իր կերպարը պետք է միեղեն կառույցի։ Եվ հենց այդ բյուջեի շրջանակում է շարունակվում։ Սա առանձին բյուջեով է, եւ դարձյալ բարեգործական հիմունքներով կշարունակվեն այս աշխատանքները։ Այս աշխատանքները կատարվում են պետական բարձրագույն հովանավորությամբ նախագահի անմիջական հսկողության տակ։ Հիշեցնենք, նոր մասնաշենքը շուրջ $14 միլիոն է արժեցել, 10 միլիոնը տրամադրեց բարերար Սերգեյ Համբարձումյանը, իսկ 4 միլիոնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Հրաչյա Թամրազյանը դժվարացավ ասել, թե որքան կարժենան հին մասնաշենքի եւ շրջակայքի վերակառուցման աշխատանքները։ Տնօրենի փոխանցմամբ վերակառուցված մասնաշենքի բացումը նախատեսված է հաջորդ տարվա ապրիլի վերջին։ Հիմնական հարթակն է վերականգնվում եւ դեպի վեր բարձրացող ճանապարհը եւ հնարավորություն է ստեղծում թաղամասը առանձին, ուրեմն երթևեկության համար առանձին ճանապարհի ստեղծման հնարավորություն է ստեղծվում։ Այսինքն Մատենադարանը դառնում է առանձին լոկալ տարածք, մշակութային միջավայր եւ ամենակարևորը Մատենադարանը արդեն կսկսվի հենց Մաշտոցի պողոտայից։ Իդեպ Մատենադարանի տնօրենը հերքեց տեղեկությունները, թե քանդված աստիճանների փոխարեն շարժասանդուղք է տեղադրվելու, բայց միևնույն է, ըստ Հրաչյա Թամրազյանի գտնված է ճարտարապետական այնպիսի լուծում, որ Մատենադարանի աշխատակիցները, այցելուները այլևս ստիպված չեն լինի հաղթահարել երկար աստիճանահարթակը։ Շատ ավելի մերձ տարածքով մուտքից զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այդ կանգառից բարձրանալ ուղղակի մի քանի քայլ այնքան։ Մինչ Մատենադարանի հիմնական մասնաշենքում վերանորոգում է, ցուցասրահը տեղափոխվել է նորակառույց գիտական մասնաշենք։ Չնայած Մատենադարան տանող քանդված ճանապարհին եւ շինտեխնիկային, մեր այցելության պահին կային թե ուսանողական, թե դպրոցական խմբեր։ Ամենամեծ գիրքը կշռում է 27.5 կիլոգրամ, իսկ փոքրիկը 19 գրամ։ Շատ գեղեցիկ ծրագրեր, գրքեր։ Նոր մասնաշենքում ավելի շատ աստվածաշունչեր կային, որը պատրաստված է 1 ուլի կաշվից, կա պուջուրիկ, որը 2 ամսեկան հորթի կաշվից է պատրաստված, շատ գրքեր կային ընդեղ, ու շատ դուր եկավ մեզ։